դադարում է լինել միայն տեքստ, երբ հումորը դուրս է գալիս հեռուստաէկրանի սահմաններից եւ մտնում մարդկանց առօրյա խոսք, երբ հումորը ծիծաղեցնում է մի քանի սերունդ, նշանակում է, որ այն ժամանակից ու տարածությունից դուրս է։ Կատակը ինքը կատակ է։ Կատակ։ Մուզիկանտներ բարև։ Արմոշ, տրախտիրը շոշողում է իմ պերին։ Չափազանց, այո, հավասիկ։ Ուզում էի ինքնահաստատվեի ցույց տա իմ տաղանդը բեմում, նրանք չէին թողնում։ Լսի, ես ուրիշ հաղորդում եմ։ Հրաչոք ջան, իրանք գիտեն։ Մի անգամ ինձ ու Չարենցին գիտեք ոնց են ծեծել։ Զանգեր էինք ստանում, ես իմ Ոչ ոքի ոչ սիրում է, ոչ ընկեր է, միշտ վիճում է։ Ուզում եմ քեզ գրկել խենթի պես Որովհետև Հադրայինն է սա։ Դրախտի արվան ծաղի պերին, անմալ կանենք դա շուրդ է։ Այսօր հանդիպումն առաջինում նվիրված է մի նախագծի, որը ծնվեց հանրայինում, իսկ հետո փոխակերպվեց ու դարձավ եթերի ամենավառ գույներից մեկը։ Նրանց հումորը այնքան լավն է, որ տարիներ շարունակ եղել ու շարունակում է մնալ մեր ուրախությունը։ Դրանց հումորն այնքան լավն է, որ միշտ մենք դրան սպասում ենք անհամբերությամբ։ And I'm tired of this darkness, so you need shine. Fly me now, shine. Got me now, shine. Let me know, shine. On my wedding girl, shine. Fly me now, shine. Got me now, shine. Let me know, by the radio. Այսօր ողջ երեկոյի ընթացքում մեծ հետ է լինելու ինչպես միշտ Darwin's Project-ը։ Մենք այդպես էլ չհասկացանք, ի վերջո լույսի արագություններ ավելի արագ, թե նրանց տոմսերի վաճառքը, բայց մի բան գիտենք հաստատ, նրանք վերադարձան 10 տարի անց ու մեզ բերեցին շատ նոստալգիկ զգացողություններ, ջերմություն ու լիքը ժպիտ։ Նա այս խմբի, այս նախագծի կարելի ասել մարդկոցն է, հումորի մարդկոց, որը երբեք չի սպառվում, Ռոբերտ Մարտիրոսյան։ Վերջապես եկակ։ Մի գաղտնիք բացեմ, երբ մտածում էինք անել այս հաղորդումը, զանգեցի Ռոբին, ասեցի, որ այսպիսի բան ենք մտածել, ասեց լավ, բայց բոլորին դու ես զանգելու։ Այո։ Դե ես էլ մարտահրավերներ շատ եմ սիրում, գիտես, եւ ինձ թվում է բազմոցներից կարող ենք հասկանալ, որ բավականին այսպես շատ մարդ է գալու այսօր։ Բայց մի հարց կա, որտեղ դու ինձ մենակ չես թողնելու։ Ես քեզ երբեք մենակ չեմ թողել եւ չեմ թողնի, դու գիտես ինչ վատ օրեր ենք մենք միասին ունեցել։ Էն էլ ինչպիսի։ Ինչ էի ուզում ասել, ես իմ ձևով եմ ներկայացնելու տղաներին, դու քո։ Ինչ կասես։ Ես ուղղակի դες պատրաստված չեմ, ես կփորձեմ ավելի։ Դու իմպրովիզի արքան ես։ Ես ավելի սանձարձակ նրանց ներկայացնեմ։ Ես գիտեի, որ այդպես է լինելու է, բայց փորձենք։ Սկսենք։ Սկզբում 32-ի, իսկ հետո վիտամինի, կարելի է ասել ռիթմներն է։ Լավագույն երգիչը հումորիստների մեջ եւ իհարկե լավագույն երգիչը տեղագետների մեջ։ Մարդ նվագախումբ Արամ Էմպետրի։ Արամ։ Դե ասա։ Ես իդեպ Արամը ներկայացրեց ավելի տաղանդավոր կողմերը Հրաչուին Արամի, բայց ասեմ, բոլորս է գիտենք, չէ՞ որ Արամը միշտ սպորտին նվիրված մարդ է, հեծանիվ է, վարում եւ վազում է։ Ու միշտ օրինակ, գիտեք ոնց է անում։ Իրականում ինքը ինչ որտեղ վազում է, բայց միշտ տաքսու գումար ունի, տաքսով հետ է գալիս։ Խափում է ինքը բոլորին, ինքը չի ձգում այդ ամբողջ ճանապարհը անի, ասա որ տենց է։ Տենց չի։ Խափում է, Տենց չի։
Գնացինք առաջ։ Գնացինք։ Նրա մարմնավորած կերպարները չափից դուրս շատ իսկական են։ Տարոն Իսպիրյան, այլ կերպ ասած, պոնջ։ Այո։ Պարենք։ Պարում եք, հա։ Բայց հրաչու է։ Հրաչուի ջան։ Բարև ձեզ։ Դաշի չեմ գորալու Այո, խավոր կինա է։ Ես գնի մեջ այսքան կարամ պարեմ։ Մի հատ հետաքրքիր Փաստ, այո, այլ դե հայեցի։ Հետաքրքիր փաստ նկատել եք, որ օրինակ Պոնչը հանրային հեռուստաընկերությամբ հաղորդում է վարում, Այո, Armenia կարող եք TV-ում հաղորդում է վարում, Շանթում հաղորդում է վարում։ Այսպես մարդը չէ բառը չունի։ Հավար նվագախումբ։ Չէ բառը չունի, էլի նա։ Ես ունեմ չէ բառը, բայց հատուկ տեղերում եմ ասում, չէ։ Սկացա բացառիկ կերպարներից է, որ 3 տեղ վարում է, կարելի է նա երկերեսանի։ Երեսանի է։ Շնորհակալություն։ Այս վիտամինը ընդունելուց հետո սկսում ես հասկանալ անգամ ամենաաբսուրդային հումորը։ Բոնի։ Բոնի վայ։ Բարև ձեզ։ Իդեպ եկեք նաև նշենք Բոնի աշխարհի կանոնը։ Խնդրում եմ։ Վահե Բեգլարյան։ Ես եմ նոր սովորել։ Այո, Վահե Բեգլարյան իդեպ դուք չգիտեք, ես մի աչքով եք նայում, բայց Վահե Բեգլարյանը ունի երկրպագուների շատ մեծ բանակ, ու այդ բանակը հիմա զենք է կուտակում, որ ոչնչացնի։ Դեմքի երբեմն անտարբեր արտահայտությամբ նա կարողանում է շատ բարձր ծիծաղ առաջացնել։ Տեքստի վարպետ Չարենց։ Չարենց։ Բարև ձեզ։ Չարենցը։ Կանի ոչ մեկ շատ ասիրում եմ։ Բայց չեք տեսել։ Բայց տեսարից ամաչելով եկավ էլի, Չարենցը ես փոքրամարմին փուչուր էլի ինքը։ Ինչ կապ ունի։ Նայ, ասեմ ինչ կապ ունի, որովհետև Ինչ է նշանակում։ ուզում եմ ասել, որ եթե ամենաուժեղ եւ առնական հայերի վարկանիշային աղյուսակ ստեղծեինք, օրինակ Չարենցը գիտես որտեղ է կլներ։ Լիդուշիկի ու Նանուլի արանքը։ Բա ես Դու չկաս այդ ցուցակում։ Շնորհակալություն, շատ հաճելի է, գնում ենք առաջ։ Գնում եք։ Լավ։ Նրան անվանում են այս նվագախմբի դիրիժորը, որովհետև նա կարողանում է հավաքել բոլորին ու ինչ որ առումով նաև չափ տալ եւ տալ ռիթմը։ Գիտես ով է։ Արման Սարգսյան։ Բարև ձեզ։ Արման Սարգսյանի մասին գիտեք ինչ շատ բան չի կարելի ասել, որովհետև չկա։ Այսինքն շատ բան չի կարելի ասել, ինչպես մարդը ես նույնիսկ զարմացած եմ որ կանչել եք։ Իմ բոլոր հաշվարկներով ինքը Հեսա գնում եմ։ ինքը պետք է այսօր ստեղ չլիներ։ Բայց քո հաշվարկները այստեղ էլ Ապրես, այո, ցավոք եկել է մեր եղբայրը։ Ցավոք, չէ, շատ ուրախ ենք, որ այստեղ եք այսօր։ Շնորհակալություն։ Եվ մարդ ում կերպարները դաջված են մեր հիշողության մեջ, իր բառապաշարով, իր երաժշտությամբ, քայլվածքով անգամ, միակ եւ անկրկնելի Գարիկ Բաբոյան։ Մուզիկանտներ, բարև։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև։ Կերշում եք գրկերել, թե ես առաջինն Չէ, էի։ դու առաջինն ես, մնացածը բարում էին։ Արամ ջան, ապերիկ։ Գարիկը մի քիչ տխուր եկա, որովհետև նրա կյանքում վերջերս թեթև անախորժություն է եղել։ Օրինակ։ Դժբախտ մեր բուսակեր եղբորը իր կինը Մարիաննան մոթելում բռնացրել է խորովածի սեթի հետ ջագուզիում, սես ջագուզիում պարկած եւ առիթ է եղել ընտանեկան վեճերի։ Այդքանը։ Գարիկ այդ կապած այդքանը, բայց մենք այսօր նրանք փորձենք ուրախացնել եւ կջնջել իր հիշողություններից այդ դեպքերը։ Շարժվում ենք առաջ եւ իհարկե
Ուսումնականների Թեյրանում հայկական Խանգարում համայնքի։ է, այդ պրոֆեսիոնալ չես, խանգարում ես հաղորդավարներին։ Այ կներես հաղորդավար էր դու ես։ Մեր վերջին մասնակիցը Արման Նախաչատրյան Վերջին, Արմուշը։ բայց ոչ վերջինը, տենց է։ Այո, վերջում բայց որ վերջինը, բայց եկեք Արմուշը, քանի որ ամենատարեցն է, եկեք բոլորս միասին կանչենք։ Ոտեգա չէ, բարձր, որ լսի գա։ Արմուշ, 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 արմուշ։ Եկեք նստեք։ Բարև ձեզ, շատ ուրախ եք, որ հավաքվեցիք, շատ։ Կարող եք նստել։ նստեք։ Չենք բարում։ Պարում է։ Բարենք։ Եկեք։ Երաժիշտերին միանգամից երաժիշտերին ասենք շատ շնորհակալություն, մի 10 րոպե հաց ուտենք, կտկիշվենք, մի քիչ շփվենք, բան էլի։ Առաջարկում եմ սկսենք սկզբից ու հիշենք, թե ինչից սկսվեց ամեն ինչ, իսկ սկսվեց Հանրային հեռուստաընկերության նոր ալիքից։ Այո, պատկերացնում ես, ինչպես եւ բոլորս ենք սկսել այնտեղից, չափազանց, այո, հավասիկ։ Եվ հետո փոխակերպվեց, դարձավ վիտամին ակումբ ու դարձավ մի շատ վառ գույն մեր եթերում։ Հետ գնանք։ Գնանք անպայման։ Պատմեմ նոր ալիք։ Դե հներով պատմեք, չէ, նոր ալիքից դու մի պատմեք ոնց սկսեց։ Թող մի լուրջ մարդ կա այստեղ, նստած թող իրանից սկսենք, հետո կշարունակենք։ Լուրջի ես եմ լսեցի։ Հա, այո, լուրջը ինքն է, ամենաշուտը այսօր ինքն է եկել։ Իրականում նախագիծը 32 ատամը սկիզբ առավ, երբ որ բոլորս ավարտեցինք խաղալ կավեն, ուրախների եւ հնամիտների ակումբում, խաղալուց հետո մենք վերադարձանք Երևան, ամառ էր, շոկ ու կարելի ասել վրծավ մեր կարիերան այդտեղ, որովհետև ոչ մի բան չկար անելու, կարծես թե այդպեսին էր մեր մոտ պատկերացումը։ Ես հիշում եմ, որ ինձ զանգ արեց Արմուշը, դա հուլիս ամիս էր եւ ասեց Արամ ուր ես, կգաս մի հատ հավաքվենք ու հասցե նշեց Սարյան փողոցի վրա մեր ընկերներից մեկի Գաս մի հատ բառներ շատ հայտնի ու սիրված։ Ես հիշում եմ, որ Վաչեն այդ ժամանակ Բաթումիում էր, նոր եկավ, լավ սևացած պարապած, ինչպես միշտ տենց ժպիտով։ Ասեցի Վաչ, սենց բան են առաջարկում, լինել մասնակից մի պրոյեկտի, որի մասին դեռ գաղափար չունենք։ Այդ ժամանակ ոչ այդ ասենք իսկ ինչի՞ չէ, մենք սիրում ենք այս մասնակցությունը, գնանք։ Ես պատմեմ իմ մասը ոնց որ էլի։ Մենք ասենք մտնում ենք այդ տուն, որտեղ նստած էր Ռոբերտը Մարտիրոսյան։ Հա, արդեն ընտեղ էր ինքը, որտեվ իրան մյուսը նախորդ արդեն ավելի շուտ էին կապել։ Ես քեզ չեմ հիշում։ Ես լավ բարկոնում եմ։ Ես լուրջ ասում եմ, ես հիշում եմ։ Չէ, դե տենց եմ տեսա ես։ Այդ ժամանակ չէր տպավորում։ Բայց հիմա հիշում ես, չէ՞։ Արամն։ Չէ, եկանք հետո Արամ տեսանք Սարգսյան։ Արմուշին, Վահագին, այսինքն մնացած տղաներին, հետո մնացած Արմանը կար, եթե չեմ սխալվում, կարող է Արմանը Գևորգյան, Գարիկը մի քիչ ավելի ուշ է մեզ միացել, Չարենցը մի քիչ ուշ հետո միացել, դե Պոնչտուբոին հետո ավելի Դե Պոնչտուբոնին ծնված չէի։ Ես մատուցող էի, ինձ վերցրիք։ Ու հետո սկսվեց նրանից, որ մենք արեցինք ակումբային տարբերակներ, Պուշկինի 3-ը հասցեում, ավանգարդ ֆոլկ ակումբում, որտեղ Արտո Թունջբաջյանի համերգների արանքում ենք հասցնում ենք։ Ինչ-որ մի բան է։ Այո, խաղալ 32 ատամ, հետո դարձավ արդեն եթերային տարբերակ, ոնց որ արդեն գիտեք մնացածը։ Ես մեկ էլ հիշում եմ, որ պատմում էիր, որ մի օր ուղակի հրապարակում էիք քայլում։ Այո, այդ մասը ասեմ, ուրեմն երբ որ խաղացինք արդեն ակումբային տարբերակներում ու հասկացանք, որ պահանջ կա հանրային հայ հանրության համար նման ակումբային հումորի, մենք հասկացանք, որ այո, սա պետք է քայլենք, դուրս գանք դուրս մի հատ մտքերներս իրար տանք։ Չէ, լավ, դե խառնում ես իրար։ Չէ, մենք հասկացանք, որ հեսա եթեր ենք մտնում, մի քանի օրից արդեն նոր ալիքով պետք է եթեր գնայինք, ու մենք դուրս եկանք բոլորովս դուրս, ես լավ հիշում եմ, սեպտեմբերի 21-ն էր։ Անկախության օրը։ Մենք դուրս եկանք Ավարտ ձեր անկախությանը։ Ազատության հրապարակ, օպերայի մոտ մեծ բացօթյա համերգ էր, մենք բոլորս կանգնած էինք ու տղեկից մեկը ասեց, տղեկ պատկերացնում եք, չէ՞, սա ինչքան հիշում Կարեն էր Բաբաջանը, ասեց տղեկ ինձ թվում է այս վերջի անգամն է, որ մենք sense կարողանալու ենք դուրս իրար հետ քայլենք փողոցում։ Ու տենց ճիշտ ասած այդքանը չհասկացանք ինչի մասին է գնում խոսքը։
բայց մի քանի օրից մեր հայտնիությունը հատեց բոլոր Անհավանական էր, սահմանները այո։ ու իրականում հետո շատ բարդ էր բոլորով դուրս գալ քաղաքում քայլել, այո, ինքը ճիշտ էր։ Ես բայց միջև 2010-ը քայլում եմ։ Ես միշտ քայլել եմ, հեշտ դուրս եմ ասում։ Հիմա էլ ի տարբերություն նրանց ես սիրում եմ ժողովրդին։ Մի վարքան։ Ես սիրում եմ։ Չէ, մի րոպե։ Բայց դու չես սիրում քայլել։ Այո։ Բայց դու ավելի ուշ սկսեցիր Երևալ, մինչև Ավելի այդ դու ուշ, մի շաբաթ ամեն ինչին առաջ։ մասնակցում էիր։ Այդքան ուշ, մի շաբաթ Հա։ առաջ։ Դու ամեն ինչին մասնակցում էիր, ամեն ինչի հետ կապ ունեիր, բայց չէիր երևում։ Հիմա ասա ինչու։ Իմ դիմաց դռներ էին փակվում։ Իրոք փակվում էին դռներ։ Ես ուզում էի ինքնահաստատվեի ցույց տա իմ տաղանդը բեմում, նրանք չէին թողնում։ Լսի, ես ուրիշ հաղորդում եմ, առանց թեմային չունի, բայց չի։ չէ։ Ասեն հրաչոք ջան, իրանք Գիտեք ինչ, ես չէի ցանկանում։ Հիմա եթե անկեղծ լինեմ, ավելի ճիշտ եմ, չէի ցանկանում ու սա ուղակի խոսքեր չի, սա ուղակի ինչ-որ պաթոս չի, երթվում եմ գետ 1 օր, երբ նրանք հայտնի էին, ես հայտնի չէի ու չգիտեին, երթվում եմ գետ 1 օր չեմ նախանձել ու միշտ հպարտացել եմ իրանց հաջողություններով ու իրանց որ ճանաչել են դուրսը։ Սա շատ անկեղծ եմ ասում։ Հետո եկավ մի հատ տես բեկումնային որ ժամանակ։ սկսեցի նախանձել։ Չէ, ոչ թե նախանձել, նախանձել ու չպարտանալ ու ատել իրաց։ ամեն ինչ սկսեց կանխիկ հումոր հաղորդաշարից։ Այո։ Կանխիկ հումոր պետք է անենք, հաղորդավար էր պետք եւ այդ հաղորդավարը պետք է չվարձատրվեր։ Եվ ինչ արեցի։ Այ ում դիմում էինք աշխատավարձեր ուզում, դրա համար Սա երթվում եմ հումոր չի։ Պետք է չվարձատրվեր, որովհետեւ գումար չկար։ Ասի լավ, դե սկզբի մի 2-3 ամիսը կվարեմ, միջև տենց գումար լինի, այդպես էլ գումար չեղավ։ Բայց ով արեցի։ Ես վարեցի եւ ոնց որ Փակվեց բացվեց բանը։ Արման, հիմա խնդրում եմ ինձ պատմես, որն էր առանձնահատկությունը այս նախագծի։ Այսինքն ինչ էիք հիմք դնում, ինչպիսին պիտի լիներ, որովհետև դրսում արդեն կար։ Քանի որ 32-ում այդ ֆորմատը մի քանի անգամ փորձել ենք, շատ հիմնական չէինք անում, բայց մի քանի անգամ տենց վիդեոներ նկարել ենք ու հասկացանք, որ հասարակությունը հավանում է այդ վիդեոները, ծիծաղում է, նայում են, ծիծաղում իսկ են։ ոնց հասկացաք դա։ Հա? Ծիծաղի Մարդիկ գալիս նայում են եւ ծիծաղում են ու այն Մարդիկ ժամանակ հասկացած գալիս էին։ ասում էին էլի։ Ովքերով հասկացա։ Բայց 32-ի ժամանակ իդեպ YouTube-ը դեռ նոր էր սկսում ի հայտ գալ, դրա համար տենց վիդեոների կարիք այդքան շատ չէր լինում։ Իսկ վիտամինի ժամանակ արդեն համ YouTube-ը ոնց որ ավելի ակտիվ էր ու հասկացանք, որ մարդկանց կողմից սիրում է ու սկսեցինք արդեն հաղորդումների նմանակումներ անել, որը որ շատ սիրվեց ժողովրդի կողմից, սիրվեց, չէ՞ ժողովուրդ։ Էն էլ ոնց։ Այո, ծծա։ 32-ը դարձավ վիտամին, բայց հումորների էությունը բնականաբար չփոխվեց։ Կար ինչ-որ թեմա, որը կարմիր գիծ էր։ Այդ մասին հումոր չկար, թե։ Ես կարամ ասել։ Քանի տարի Չէ, բացարձակ չկար այն ժամանակ կարմիր գիծ, որովհետև հիմա որ նայում ենք մեր հին հաղորդումները, ես մեկ-մեկ սարսափում եմ, ասում Իսկ ինչ եմ ռիսկով ենք sense բաներ արել, որովհետև զանգեր էինք ստանում, եսիմ գալիս էին մեզ տեսնում էին, բայց մեզ մեկա դա չէր հետաքրքրում։ ու չերը ցավում։ Առաջի հարվածից հետո էլ չէ։ Մի անգամ ծավացել է։ Բայց հիմա Մի անգամ ինձ չարեցին, գիտեք ոնց չենք են տալիս էլի ծեծել։ տենց անել։ Լուրջ ես ասում։ Կարանք պատմեմ։ Զոնցիկներով, զոնցիկներով։ Իբր զոնցիկ Ջենտլմեններ էին։ արմատուրաները շատ ծանր, չգիտենք։ Անծանոթ 2-3 տղա, որոնց միջև մա չենք գտել։ Հիմա Չհասցրեցինք բայց այս բան ճանաչել չէ, է։ հաղորդագրություն, հանցագործության մասին Չէ, բայց ես ասեմ, գիտեք ոնց էր, չհասցրեց ինքը Ես ասեց ասեմ, երեկո էր։ Սպասես։ Ես հաղորդակցություն ատարեց։ Ինքը ասեց այն հումորը, որի համար մեզ ծեծեցին հետո մենք չասեցինք, ասենք որ մենք չենք ասեց հումորը ծեծեցին գնացես Իսկ ով էր ով ես բան Ով էր արել։ Անծանոթ մարդիկ։ Այս ծիծաղելով էին խփում, որովհետև ծիծաղալու հումոր է։ Չուզեմ ասեմ հեշտ չէր ու մեր վեջնել չէր Կարենը որ ասում է կարմիր գծերից մեկը այդ էր նենց հավես էր Սովորել էիք արդեն։ Դե էքստրեմալ բան կար այդ ամեն ինչի մեջ էլի Դե մենք իրան չտեսանք չենք ասում դրա մասին մեզ բան ենք ասում Հեսա հերթ հասնելու իրանք փախան, մենք չտեսանք իրանց։ Էլի մի խոսքով, այն ժամանակ կարմիր գծեր բացարձակապես կարելի ասել չկար, բայց հետո ժամանակի ընթացքում երբ որ սկսեցինք արդեն մոտիկություն անել նույն շոու բիզնեսի աստղերի հետ եւ այլն, կամաց սկսեցին կարմիր գծերի հայտ գալ, որ արդեն
հիմա էլ կան այդ կարմիր գծերը, որ աշխատում ենք, Ռոբը չունի այդ կարմիր գծերը, մենք Դե այդ ունենք։ տեսնում ենք, այդ գիտենք, այդ չի։ Ռոբինը տարվա մուծած է հումորի մեջ կարմիր պետք է գծերը։ չլինի կարմիր գիծ։ Ես համաձայն եմ։ Ամենամոտ ընկերոջը բարեկամի հետ կարող եմ այնպեսի կատակ անեմ, որովհետև կատակը ինքը կատակ է, ոչ թե դու ուզում ես վիրավորել եւ անպատվել։ Համաձայն չէ, ոչ թե ինքը դու պետք է կատակ անես եւ Նախ համաձայն եմ եւ ես ուզում եմ որ հանրայինի եթերում Ռոբը հիշվի այդ իմաստությամբ որ կատակ է։ Ես ուզում եմ որ դա մնա սերունդներով էս Եվ փոխանցվի, որովհետեւ սա աֆորիզմի Ինչ է կատակը։ Ինչպես ասել է Ռոբը։ Սև ֆոնի վրա։ պես։ Սև ֆոնի վրա ցած հայտնվում է ինքու կատակ։ Կանոնսում են կարա։ Ես մի բան եմ ուզում ասեմ։ Կատակ է, հանդիպում առաջինում, այտենց կարա։ Այ Ռոբը սենց հումորներ էր անում, Գալինձ ու Չարենցին ծեծում էին։ Չէ, Ռոբը իրականում ճիշտ է ասում, որովհետև մենք մեր մասին ինչ կատակ ասես կարելի ասել անում ենք ու դրանից ելնելով դիմասին Մտածում եք, որ դիմացին էլ տենց մտածի։ Չէ, ինքը իրավունք չունի էլ նեղանալու, ուղղակի։ Արմուշիկս եղել է, որ օրինակ արտիստները նեղանան։ Հա։ Ալա Լևոնյանը մի անգամ Ալա Լևոնյանը ուրեմն տեսահոլովակը որ նկարել ենք, դե այնտեղ տեսարան կա, որ սենց դեզի խոտերա վարվում է իբր տենց բաների տակ սենց թմբիրի մեջ ես, բերկրա թմբիրի մեջ։ Այո, բերկրա թմբիրի մեջից։ Ինչ բառեր գիտես, իսկ Մի խոսքով երկում ենք բանի անում, տենց ժողովուրդը շատ էր ծիծաղացել դալիճում այդ նմանակում ես բան, հետո մյուս օրը զանգեց, ասեց ապեր, ասեց ապեր, ասի հա ալջան, ապեր ճիշտն ասած Այն կլիպի մեջ սա լավ էր ապեր, բայց այն Բայց դու լավը չէի դու։ Բայց որ կան թե չարած։ Ասма, որ կան, որ տեսարան կար, papan մի քիչ ջղայնացել էր։ Papan մի քիչ ջղայնացել էր, ասում էր որ բանը էս ինչ է, էս ինչ են անում քո այդ բանը, էս ինչ համեմատականներ, ասյալ դե հումորա դե։ Հա, հումորը վերաբերվեք էլի հիմա դե ինչ կա այդ ենք անում։ Ինչ կա մոտներս այդ են կան։ Հա, նաև ես հիշում եմ որ մի անգամ էլի դե մենք տեսահոլովակներ ենք, չէ, երկիշների տեսահոլովակներ ենք նկարում, բառերը փոխած, ավելի հումորային, նեղվել են նաև Արման Հովհաննիսյան եւ Արմին կան։ Չէ, ես չեմ։ Չէ, էդի չէ։ Որ Շուշանը։ Հա, Շուշանը, ճիշտ է, Շուշանը։ Շուշանը ոչ թե նեղացել է, ինքն է դες նեղվել, իր տեսահոլովակն ենք նկարան է, ինչ որ համեմատականներ ենք տալի Շուշան Պետրոսյանի եւ Մայր Հայաստանի միջև չէ։ Այո, տեղի կնեղացել, ասենք դե լավ դե հումոր։ Շուշանը բավականին կարևորը ամենագիտեք որ նա տղաները չեն թողի ստեմ ես հիմնականում մարդիկ գալիս մեզ մոտ նստում ծիծաղում էին բայց խանգարում էր գիտեք ինչ կողքի կարծիքը իրենց որ գալիս ասում էին այդքի գնացիր խայտարակ եղար բայ այդ անելու բան էին իրանք դրանից դրթված որ իրենց բարեկամներ ընկերներ ասում էին all of the ամոթա ինչա մեզ նոր զանգում ասում էին թե չէ իրանք տեղում գալիս եւ ծիծաղում էին բայց ես ասեմ հիմնականում այսինքն մենք ամենակարևոր մեր համար պայմանը որն էր որ մենք կանչում ենք արտիստին դերասանին երգչին եւ անում ենք հումորը իր աչքի առաջ այսինքն ոչ թե հետևում, որովհետեւ ու տենց օրինակ հետևում Չէ, հետևում երբեք միշտ մեր ամենաստիված հանդիսատեսներից հայտնի Ավետն է եղել, որովհետև Ավետի մասին հումորները, որովհետև նեղանալ պետք է ընդհանրապես շատ ենք մեր այն ընկերներից ովքեր որ մինչև վերջ հումոր ընկալում են ու այդ հումորի վրա ծիծաղում էին, ամեն անգամ ամեն նորությունից ոգևորում են, կոնկրետ Ավետն է եղել, այո, Անդրեն էլ է եղել, իրենք սիրում են որ իրաց մասին հումոր են կանում ու շատ ընկերներ իրանց ռեակցիան մեզ ավելի էր ոգևորում, որ մենք ավելի նոր բաներ Ֆելիքսը Խաչատրյան, Նազարին Հովհաննիսյան, չէ, շատերն էին, շատերն։ Լեյլա Հիմա նայեք, Սարիբեկյան։ տեսեք ինչքան կարևոր որ մարդ ինքը իր վրա ծիծաղելու ունակություն ունենա։ Միանշանակ։ Բայց նաև շատ կարևոր է ձեր դեպքում որ դուք էլ այսինքն արտիստը նույնպես ունենա այդ ինքը իր վրա ծիծաղելու զգացողությունը ու չվախենա դրանից։ Այո։ Սրա մասին ինչ որ մի ելույթ համար անելուց երբևէ մտածել ես թե չէ։ Բոլորիդ է վերաբերում, բայց առաջինը Գարիկին։ Ես մտածել եմ։ Ես ամեն օր հայելու մեջ նայելուց ծիծաղում եմ։ Լսի դու շատ երկար ես ապրելու, ես վստահ եմ։ Բայց կոլոտ ես մնալու միշտ։ Այդ գիտենք։ Նայ այդ թեման այսօր էս տարածքում դու ավելի լավ ես Չէ, դու ոյովանալ։ Աբու է դրա թեմայի վրա։ Բոնի հայլից Բայց Չարենց իրականում շատ
ճիշտ միտք ասեց, եթե մինչև վերջ ավարտենք, Արամն էլ միացավ այդ մտքին, ինչու մենք այդպես ընթացքում սկսեցինք նույն հումորը անելուց ուրիշ հետևանքների հասնել, որովհետև ամենասկզբից երբ որ նոր սկսնակ տղաներ էին, այդքան իրանց ասածը ծիծաղալու էր, բայց հետք չէր թողնում մարդկանց կյանքում։ Հետո նույն հումորը նույնիսկ մի քիչ ավելի նուրբ անում էինք ու մասին է տանում ենք, այդ մարդու կյանքում բաներ փոխվում։ Իրան մականուն էր ավելանում, սկսում են իրան ասել են իրան Ետևից կարող է բղավել են հումորը, որ մենք իրա մասին ասել ենք PR-ով եք զբաղված, լավ իմաստով։ Okay, PR-ով, բայց իրանց դեպքում, եթե դու մի քիչ կոնսերվատիվ ես, մի քիչ չափից շատ ես մտածում բակո մասին ինչ կմտածեն եւ այլն, իսկ դուք չեք բաներից սկսում էլ ավելի շատ լարվել։ Մենք բնականաբար մտածում ենք, բայց դա չէր մեր առաջին գծի մտածմունքը։ Մենք մտածում ենք, որ մեր հաղորդումը լինի ծիծաղալու։ Հետևանքները ամեն ինչն էլ ունի հետևանք, բայց դու ունես պատասխանատվություն։ Պատասխանատվությունը մեր, որ լիներ մեր հաղորդումը ծիծաղալու։ Մի հատ ուրիշ բան էլ կար։ Ավելացրում։ Տղաները ինձ կուղեն, եթե սխալ եմ ասում, ամեն դեպքում սխալ ես ասում։ Ես ինչ եմ հանրային հեռուստաընկերությունը մեզ թև ու թիկունք էր շատ հարցերում։ Այսինքն նույնիսկ մենք անում ենք հումորներ, որոնք որ վիրավորական էին։ Ինձ ծայցին հանրային ընդդեմ։ Քանի որ դա գնում էր հանրային հեռուստաընկերության։ Այո, մորալիքից սկսվեց, հետո թեկուզ նաև հայտնի մարդիկ պատտվում են ու տեսնում են եւ մեջ հետո կանգնած էր հանրային հեռուստաընկերությունը, նաև ռիսկ չէին անում մեզ դեպքերում ասել, որտեվ այո, մենք ոնց որ մեզ տվել էին այդ պրոխոդը, այսպես կարևոր բան է այդ պրոխոդը։ Բայց դա չի վերաբերվում իհարկե քրեական հեղինակություններին, որոնց համար հանրային բնականաբար, բայց մենք քրեական հեղինակություններին ինչ կապ ունենք, չէ՞ խոսքը վերաբերում է մոռացել ես։ Իշի։ Մոռացել ես։ Ուզում եք բացեք այս թեման, հա։ Ուզում եք խոսել այդ մասին։ Ես չի ուզում բացել։ Քանի անգամ ես թզբեխով ծեծկել։ Այ Բայց դուք իմ հարցին չպատասխանեք, իմ բոլոր հարցերը լավ հիշում եմ։ Դուք չէիք վախենում ծիծաղելի Երևանից։ Չէ՞ լուրջ։ Երթվում եմ, չէ։ Ես կոմ պատտվի։ Նույնիսկ հանդիսատեսի մենք ամեն ինչի պատրաստ ենք եղել, որպեսզի հաղորդումը լինի ծիծաղալու։ Ոչ մի բանում ստոպ չենք տվել, այսինքն ամոթ հա եկեք ես չանենք, ես ոնց կարամ աղջկա շոր հագտեմ, ես ոնց կարամ այդ կեղծամը դնեմ, չկա տենց բան։ Ներքնաշորով ինչքան դեր կար ես էի։ Ներքնաշորով մինչև այսօր ներքնաշորով եկել է, որ եթե ծիծաղալու առիթ լինի, արագ բացի։ Անգամ դեռ կուլիսներում կանես ասել տեղ մուտ սենց չներկանա։ Միշտ հետը մի քանի ներքնաշոր մանա տալիս։ Հա ես տեսա մտնելուց։ երկու ձեռք։ Հետո կարևորա որ տարիքում է սկսում դա անել։ Իսկապես այդ մի հատ տարիք էր, որ պատասխանատվության կորսնելու բան է։ Ֆիլտրներ չկային, չէ՞։ Հա, Ինտուզիաստ տարին։ հա, հաստատ էլի։ Դրա համար մենք քանի տարի առաջ է։ Ավելի շատ երևի մի քիչ թեթև կռիվ կար թե ով դուրս կգա 20 տարի առաջ դեկտեմբերի 13-ին մտելա եթեր 20 տարի։ Վաու։ Դելավ հիմա ինչ որ։ Չնայած հայելու մեջ էլ ես նայում ծիծաղում ես, բայց ինձ հետաքրքիր է, եղել է հումոր, որ օրինակ անեք ընդհանուր, չծիծաղեք, հետո բայց համարը խաղակ ու հասկանաք, որ շատ ծիծաղելի է։ Չէ, հակառակն է եղել։ Այո։ Բայց բոլորով ծիծաղել եք, դուրս եկեք։ Ոչ մի արձագանք։ Բայց ես ուզում եմ տղեկ օգնեք ինձ խնդրում եմ ուղղեք եթե սխալ եմ ասում հայտնի կերպարները որոնք որ սիրվել են հայտնի կերպարները որոնք որ ստեղծվել են վիտամինի բեմում որը մարմնավորել են ես Գարիկը Վաչեն կլեպիկ ենք այդ ամեն ինչը եղել է ես եթե սխալվում ճիշտ ասեք քրոնոյի ժամանակի պակասի ժամանակ մենք ավելացել ենք այդ համարը առաջի անգամ խաղալուց հիմնականում էքսպրոմտ է եղել։ Ես մեկը ճիշտ ասում։ Այսինքն այս համարը, որը սիրվել է շատ հանրության կողմից, ինքը իրականում իմպրովիզացիա է ավելի շատ եղել է սկիզբ, որ մենք պետք է ինչ-որ ձայնագրման ինչ-որ խանութի մոտ ինչ-որ հանդիպենք, ինչ-որ կերպարներ, մենք հակել ենք ուղղակի ինչ-որ կա գրիմյորկայում։ Խառը, ինչ ուզել, Վաչեն իմ սպորտիվնի խառը, ես հակել եմ Գարիկի, Գարիկի մամայի կուրտկաներ իմ հակը, որ ես հակել եմ այդ Գվենիկի կաշմով, Գարիկը հակել է իմ Արարատ Կավեյնի թիմում իմ կոշիկները կարմիր գույնի էր, այդ կոշիկներով մենք իրականում Մասլիկովի առաջ հանդես ենք եկել ու ինքը հակել այդ կոշիկները, դրանով խարխացել է այդ կլեպի կերպար, այդ պահին Վաչեն էլ հակել է իր մենակ այդ ուներ, ասենց ասեմ, մեր գնացում։ Այո, ես գնացի։ Ինքը այդտեն սպոնտան ստեղծված համար է, որը հետո ուղղակի եթե բարձրանալուց հետո այնց մի հատ ֆուրոր արեց
որ մենք ստիպած այցինք դրա երկրորդ իմպրովիզը։ Երրորդը տենցա դա։ Գնաց իդեպ Վաչեին խոսում ենք Վաչեից, եկեք նաև հիշենք եւ ողջունենք մեր ընկերոջը Վաչեին, որովհետեւ Վաչեն, ո՞ր նայեք Վաչեն Անորայի Օսկարակին Անորա ֆիլմից հետո հաջողություններից հետո նրա մյուս հաջողությունը գիտես որն է, որ Ամերիկայից դեռ դեպորտ չեն արել։ Դա է, բայց եկեք հիշենք մեր Բայց եկեք եթե տենցա ուրեմն արդար լինենք նաև Տիգրանին էլ ծափարենք։ Հերթով ենք։ Բոլորին։ Տիգրանը չի շահել ոչ մի բան Անորայով, բայց Հա, Տիգրանի ծափարենք, բայց ձիունի։ Ռոբ ջան, հələ դու մի կով։ Հա։ Վագին Գրիգորյան նույնպես ծափարենք նաև Կարեն Բաբաջանյանին։ Այո։ Ծափարենք Արտակին Գասպարյան եւ Խաչատուր Օքսիզյանին, այո։ Նորոմունջի հեղինակներ, այո։ Ուղղակի չեք հիշի, տենց էջ կար մեզ մոտ 2 օր գոյատևեց։ Ուրմունջ անում էին։ Կարելի է ծափայել նաև Էխոմխոին։ Էխոմխոին չեք հիշում ուղղակի։ Հովանես Դավթյանը։ Երբ որ գալիս էր բանը Արմանը հեքիաթները։ Գևորգյան։ Արմանը Գևորգյան, շատ ենք եղել լուրջ Տուրիկին։ Աշոտը Լյուդվիգը։ Բանանենք Բոլորին իսկապես Պատամը կա 60 հոգի ենք կարծեմ, քանի հոգի ենք։ շատ ենք։ Գագասը 4 շաբաթը մեկ էր հերթ հասնում որ ելույթ ունեն, այսինքն որ 32 ատամում էր ունեն։ Ամեն որ փոճուր դեր ենք ունենում, շատ ենք ուրախանում վիտամինում։ Զարան։ Զարան, իհարկե Զարան։ Բա Մհերը Մխիթարյան, Գրիգը Գևորգյան, Վանը Գասպար Գրիգորյան, Վանը Հումորիստների դարբնոց եք ուղղակի հասկանում ես։ կռել։ Լուիզան ներչաչետուշ Ջեքսոնը։ Ոնց իսկ եղել է որ նկա ինչ որ տենց համար, որ մինչև հիմա էլ քանի անգամ նայես, այդքան ծիծաղելի է։ Ադելի համարը որ ես եմ խաղում իրար չէ իրականում բոլոր համարները ավելի շատ ես 32-ի ջատագովն եմ եղել որտեվ այդ ժամանակ դպրոցական տարիներն էր ու այս տղաները արդեն շատ սիրված շատ հայտնի ու ամբողջ օրը իմ դասընկերները ուսուցիչները կփաստեն որ դասարանում դասամիջոցներին խաղում ենք 32 ատամի մանրապատումներից ինչ որ հատվածներ ծիծաղացնում ենք իրենց ստեղծած թևավոր խոսքերով հա ու այդ ժամանակ բոլոր համարներն էր շատ սիրված իրականում տենց ու տենց երազանքի պես ասում տենաս իրանք ոնց են ապրում հիմա մեծացած հեսա ոնց են ապրում իրականում այդքան էլ հետաքրքիր Նորմալ մարդիկ են, չէ՞։ Իսկ ժամանակում էր ամենաշատը սիրում։ Ես միշտ անկեղծ սիրել եմ ամենաշատը համար մեկը եղել է Արամեն Պետրին։ Այո։ Արամ ջան։ Մի հատ էլ որ տեսահոլովակ լինի պարեմ էլի ես։ Էլ արդեն չի Ես կարելի է ես էլ պատասխանեմ այդ հարցին։ Նիհարել ես, էլ արդեն չի նկարի։ Չէ։ Ես էլ ունեմ տենց համար, իհարկե ինձ համար մեր բոլոր համարներն էլ ծիծաղել են, բայց կա մի համար, որ ես պարբերաբար նայում եմ, չգիտեմ ինչի են, որ ահա որ ծիծաղալու է ինքը իմ համար, երբ որ ես ու Գարիկ այդ դրախտի ալվանի կերպարով որ վարձով տուն հələ շանթի պավիլյոններում ենք դա այն որ դու ինձ ծիծաղացում ես որ ասում ես լրիվ զրո մեռնում եմ ծիծաղ այդ Լաշար հələ լրիվ զրո Ատելի կատակները իսկականից այդ համարի մեջի կատակները շատ ուժեղ կատակ Դերված է թե էքսպրոմտեր կեսը Չէ, էքսպրոմտը մենակ մի բան էր, որ ինձ ասեց լրիվ 0 ու ես ծիծաղացի չկարողացա ինձ զսպել, շատ լավ, համարեցի շատ սերունդները փչացրել։ Ախտամարի համարն է, շատ ծիծաղելի։ Այդ այդ սերունդները փչացնելու մասին, էլի։ Ահա։ Այդ քննադատությունները կային, չէին կարող չլինել, որ դուք բառապաշար եք փչացնում, սերունդ եք փչացնում։ Հիմա լավ բան է կարել, թե ված։ Մորս արա։ Չէ լուրջ։ Իրոք լավ։ Մենք իրականում մեզ վրա չենք վերցնում պարտականություն դաստիարակչական ու կրթական, այսինքն դպրոցական ծրագիր չէ։ Մեր մոտով ժամանցային հումորային էր, բայց մենք կարող ենք ասել, որ մեր մասով մենք մեր ժամանակաշրջանում հումորային ասպարեզում բավականին շատ բաներ ենք փոխել, սկսած նրանից, որ հենց ոնց ասացինք Ցենզերի հետ կապ։ Ցենզից բացի, որ մարդիկ կարողանում են ծիծաղել իրենք իրանց վրա, այդ ամենակարևոր բաներից էր, մանավանդ աստղերին այդ ժամանակ ընդհանրապես նման հումորային ֆորմատով ինչ որ բան ասել ինքը շատ խորթ էր ու ինձ թվում է դա բավականին մեծ հետ կա թողել թե հիմիկվա ընդհանրապես հումորային դաշտի եւ ինչպես նաեւ բավականին շատ ինչ որ ժամանցային հաղորդումների վրա, այսինքն փոխվել է ֆորմատ հաղորդավարական մարդկանց մի քիչ
քիչ ավելի լուրջ վիճակից, եթե հիմա նայենք, ասենք, սովետական ժամանակներում ոնց էին վարում հաղորդավարները եւ հիմա, այսինքն նման մի բան մենք կարել ենք նաեւ հումորի մեջ, որը իհարկե մեզ համար բավականին մեծ գնահատական է ու կարծում եմ դրա համար ծափարություններ պետք է հնչեն հիմա։ Ոչ միայն ծափարություններ, իսկ հիմա դրա ամենավառ օրինակը եղավ են, որ դուք վերադարձաք ու այդպես վերադարձաք ու ինչքան սպասված եք։ Դուք սպասում եք, որ այդքան սպասված եք, ես ինչ ասեցի, բայց Ես սպասում եմ միշտ։ Ես այդքան չես Իսկ դու որ մեծ ես, հեռատես ես հասկանում ես, Ես միշտ սպասել եմ, որովհետև ես միշտ ինչքան բարձրաձայնել եմ, որ տղեկ կարելի է մի հատ համեր գանել։ Մի հատ, Արման։ Մի քանի հատ ասել եմ, բայց միշտ լսել եմ, միշտ լսում եմ տղեկից, որ ապեր կարող է Չէ, դե որ մի հատ կլիներ այդ կարծում ենք, բայց նման բնականաբար նման ֆուրոր մի չենք սպասում։ Իսկ ես վստահ եմ, որ լինելու է։ Մի հատ բան ասեմ, շատ ծիծաղելի։ Ես ու Գարիկը գիտենք, չգիտեմ տղեկին ասել եք թե չէ։ Ուրեմն հավաքվում ենք դեկտեմբերի սկիզբն է, համերգները հունվար եղավ, հավաքվում ենք, որ վերջնական որոշենք ալում ենք վիտամին D չէ։ Ես ու Գարիկը մի բառ չեմ չափազանցնում, մի աշխատասենյակում հավաքվում ենք, ասում ենք ես ու Գարիկը, որ դե ինչ վիտամին է լող, հեսա պետք է Zoom call-ով կպնենք Վաչեն Ամերիկայում ու Արուշն է պետք է գային, Արամը գային, ասում ենք ախպեր դե ինչ վիտամին է, լավ պես է կպնելու ենք, սցենար են գրելու, տանջվելու ենք, բան, ասում ենք երբ չենք անում վիտամին։ Հեսա Վաչեն կպնում ասում քոլով, չենք անում, ախպեր չեմ ուզում ես անեմ, չեմ ուզում տանջվեմ։ Սցենար գրենք, բան, Գարիկ ասում է ես իմ համերգներով եմ, ես TV գործեր, ասում եք ինչ վիտամին, չկա։ Գալիս ես ու Գարիկը տես տրամադրված երթվում եմ, որ ծրելու ենք, ճանենք։ Գալիս եք միանում Վաչեն Zoom call-ով երթվում եմ։ Հեն անում եք, բան, ասում եք չէ ախպեր չենք անում։ Չենք անում ասում եմ։ Ու Վաչեն այնտեղից համոզում է, որ ինքը Վաչենը համոզում։ Հա, իրոք Վաչեն դե պազա տեքստել էին ուզում, բայց Վճոնը համոզում։ Անկեղծ ասեմ, Վաչեի համոզելը, սենց ասեմ, Վաչեն մի քիչ հետընթաց տար չէինք անելու։ Տղաները դե ուզում էին, դե չի որ, բայց Վաչեն Ամերիկայից որ հասկացանք, որ այստեղ են սա գործեր իրա թողում է ու Ամերիկայից պատրաստա գաստեղ փորձանի ու սցենար անի, որ ամոթա որ չանենք։ Ասեմ ավելին, որ նույնիսկ ասիկ լավ անում ենք, հարց չկա վերջացեք, բայց ես ու Գարիկը մնացինք մենակ, ասենք խի համաձայն։ Երդում եմ ասում, ես բերեր մեր վրա։ Բայց արժեր, հիմա դրա համար արժեր, ես Դրա համար միշտ պետք չի լսել։ Իմիջայլոց ես ասեմ Գարիկը առաջին միտք պրավալ տվողներից է եղել, ինքը միշտ ամենասկզբում ցանկացած ինչ որ գաղափարի, ցանկացած բանի, սկզբում մի հատ բան է, բացասական քարով է գալիս։ Այն ոնց են wrecking ball-ը կա, այնքը տենց է գա, որ սա լսեք մեմ ապե չէ, էսի անկա դստալ երկու։ Ինչի՞ համար, այդ միշտ տենց է եղել, դրա համար իրենց առաջ իրակցիան պետք է չլսել։ Հետո առանցին արել։ Երկրորդից կպնում է։ Բայց հետո ճիշտ է եղել, որ դու ճիշտ դուրս գաս։ Միշտ։ Իհարկե մենք չենք կարող անտեսել ձեր այն ընկերներին, ովքեր օտար ամայի ճամփեքի վրա են, հեռու հեռավոր երկրներում, եւ մենք խնդրեցինք, ես իրանց էլ գրեցի, բնականաբար, հասկանում ես, չէ, ինչքան մարդու եմ զանգել, գրել, պատկերացնում ես, դու լավ ես պատկերացնում։ Ես մի այլ կարգի։ Դե։ Եվ մենք ունենք տեսաշար իրենցից։ Վայ։ Վաու։ Ըստ քեզ, ո՞րն է քո ամենաստացված դերը։ Տո սաղ դերերն էլ իմ մոտ ստացված են։ Ամենաստացված դերը նա էր, երբ որ ստացվում էր յուրաքանչյուր բեմադրություն, յուրաքանչյուր հումորային համար, սա զուտ սցենարիստի դերում լինելու պատճառով։ Իսկ դերեր, որոնք որ ես խաղացել եմ, դրանք նմանակումներ են եղել, որոնք որ ես լավ եմ հիշում, քանի որ նրանք մի քիչ ռիսկային նմանակումներ էին, ռիսկային անուններ էին, Պարյուր Սևակ, Արթուր Մեշչյան, Բիբի Քինգ եմ խաղացել։ Ըստ քեզ ո՞րն է քո ամենաձախողված դերը։ Ամենաձախողվածը, թող սաղ դերերն էլ իմ մոտ ձախողված են։ Քանի որ իմ դերը ընդհանուր առմամբ 32-ում եղել է որպես սցենարիստ ու երբեմն 32-ի են հաղորդավար տղեն, հաղորդավար լինելը, ամենաբարդ մասը հենց այդ ամենասկիզբն է, ներկաբացականի, թե կհիշեք, երբ որ դեր դահլիճը սառն է, հանդիսատեսը սառն է, ու ամեն ինչի մեջ պետք է փորձեիր հումոր անել, երկխոսություն փորձեիր ստեղծել հյուրերի հետ։
Եղել է այնպիսի դեր, որն ուրիշն է խաղացել ու բեմում տեսնելուց հետո մտածել ես, որ կուզեիր դու խաղալ։ Սաղ դերերներ ես պետք է խաղայի, բայց իրանք են խաղացել։ Նման զգացողություններ չի եղել, քանի որ այն ինչը որ գրվում էր, այն ինչը որ ստեղծվում էր, այդ բոլոր բեմականությունները, բեմադրությունները, սցենարներն ու իրավիճակները, դա արդեն կոնկրետ յուրաքանչյուր տղայի դերասանի, տղերքից ով որ պետք է խաղար, հենց իր հնարավորությունների հիման վրա էր գրվում այդ ամեն ինչը, այսինքն տղեկը բերում էին, ներկայացնում են, որ սենց բանկանան անեն, այս սրա պարոդիան, այս ձևը, այս ամեն ինչը, ու դրա վրա ստեղծում էր սցենար, այսինքն շատ իրանց, ոնց ասեմ, իրանց վրայով էր գրվում սցենարը ու երբեմն էլ չկար այն տարբերակ։ Կար ընդհանրապես որ երբ որ նայում էիր, ասում էիր, այստեղ այսպես պետք է խաղացվեր, այսպես պետք է բեմադրվեր կամ այսպես ինչ-որ բան անել, թե ցանկություն չկար։ Կա մի բան ձեր ելույթների կամ նկարահանումների ընթացքից, որի մասին չգիտեն քո գործընկերները, բայց կուզեիր բացահայտել։ Իհարկե, դու ընկերներն էլ, սաղի ցավն էլ տանեմ ես։ Չէ, թաքնված ոչ մի բան չկա, բոլորը գիտեն, թե դա ոնց էր արվում, ոնց էր ստեղծվում, ինչի շնորհիվ էր դա ստեղծվում, բոլորը շատ լավ գիտեն, լավ պատկերացնում են։ Շնորհակալություն անդրադարձի համար, շնորհակալություն հիշելու ու հիշեցնելու այդ լավ օրերը։ Շնորհակալություն Տիգրանին եւ իհարկե Վահագնին, ով այս ամենի հիմքում էր կանգնեցնողը։ Ձեր նախագծի ընթացքում շատ տարբեր հիթեր են ծնվել։ Եվ ես հիմա կկարդամ նկարագիր իմ ձևով եւ դուք պիտի փորձեք կռահել թե ինչի մասին է խոսքը։ Նվագախումբը պատրաստ է, ինձ հետ է միշտ։ Ինտելեկտով բնավ չփայլող ընտանիքի մոր օրորոցայինը, փոքրամարմին, բայց Աժդահայի անուն կրող որոշակի մտավոր բացեր ունեցող որդուն։ Եկատերին։ Չէ, դա Զարայի Սահակյան քնի բալես, որ չչարչարես արմուշն են խաղում մեջ։ Ես երեխեն է, ռաբիս ընտանիք երեխեն։ Ռաբիզների ընտանիքը։ Քնիր անուշ բալես, երիք մամայի չարչարես, իմ սիրո մեծ աշխարհն ես, իմ բալես։ Քնի անուշ բալես, երիք մամայի չարչարես, բլոկից նալավը, բլոկ։ աշխարհն ես, իմ բալես։ Այս հասկացա։ Որ արամի։ Ջան, չգիտեմ ինչի ջան։ Ես չեմ հիշում սենց։ Անուշ բալես, մամային չարչարես։ Իր անունը է այդ բան, ինչ որ սյուր անուն է։ Հա, ես չեմ հիշում։ Հիշում ես անունը։ Դուք հիշում եք սենց բաները։ Հա, ես Վազգենչիկ։ Ես համար նայել եմ, հիշում եմ, բայց անունը չեմ հիշում։ Մի խոսքը սա համակրտակ համար է իմ համար եղել։ Հետո Լավ, շարունակում ենք։ գերեմ։ Մարդիկ սխալներ են գործում։ Համատեղ երկար տարիներ անցկացրած զույգի անկեղծ խոստովանություններ, որոնք արտահայտելով որոշակի բողոք, այնուամենայնիվ վերածվում են փոխադարձ տաքուկ զգացմունքի վերացական պատկերի։ Ես կարող եմ։ Այո։ Ես ինչքան հիշում եմ։ Ապա Գարիկը եւ Զարայի կերտած կերպարներ, Ազիզյանների սիրո տանիք։ Ամրոց։ Ճիշտ է։ Ազիզյանների Առաջին անգամ Դարբնոց։ Առաջին անգամ ռոմանտիկ դարձա, անձրևին զբոսնելու քեզ կանչեցա։ Այդ օրը ես լավ եմ հիշում, առաջին անգամ թոքավոր տեսա։ Ազիզյանների ռոմանտիկ ամրոց, Երեսուն տարի այստեղից իմ ոնց Ֆարվերա Ազիզյանների ռոմանտիկ ամրոց Ֆարվերա Երեսուն տարի այստեղից իմ ոնց Շատ հետաքրքիր։ Իշեցի
Իրականում շատ հետաքրքիր բան հենց նոր եղավ, ես չեմ նայել փաստորեն այս հաղորդումը, որտեղ Չէ, Զարայու Գարիկի Ես նայել եմ։ Մասա 32 ատամից է։ Չէ, վիտամինից է, Վիտամինափախած հաղորդում էր։ Սկրիվոյ զերկլեից է, շատ ավելի հին։ Գարիկն ու Ելենա վիտամինում է Ստեփանիկովն եղել, հա։ Մի խոսքով հիշեցինք սա։ Բարիսենկոն թե Սեբաստիան։ Ես այդքան էլ լավ համար չէր, բայց Էս էլ լավը չէր։ Անցանք առաջ լավ։ վիտամինը փուլ է եղել։ Այն լավ էր։ Մաշտոցի փաղաքշական անունը կրող Տակարյուն ու ակնհայտ Քյաշթու։ Ավարյան։ Էսրոպիկը գժվել է։ Էսրոպիկը ցնդել է։ Այ սուրեջ։ Շատ կայնելենք, մենք այստեղ օրսար։ Հասկանում ես չէ՞։ Այո։ Ճիշտ ենք։ Այո։ Բայց զրու քեզնից այրվում կարող Ոտքի երկնա։ Որ չկա։ Եկեք կանենք։ Գնացեք չեմ կարող այսպես Ուզում եմ քեզ ելկել խենթի պես Հաստատ գիտեմ դու հենց ինձպես Սպասում ես ինձ տաղջում խենթի պես Եվ ալիքը Էսի պետք է։ Բայց են պասրյոնը հավատակ գամ։ Այդ Ասմա տակ համբյուր Վերամի ձերքերի մեջ միշտ համբյուր Անդրային համբյուր է, չէ՞։ Պարտադիր։ Ես էլ չսկսեմ իմ լավ։ Շարունակենք։ Երկ, որի ընթացքում շարունակ հնչում են հաճոյախոսություններ, որոնք ավելի շատ տհաճություն են պատճառում, քան բերկրանք։ Դա ոչ Լոնդոն չէ, դա Գարիկը գիտարով համար ուներ, որ ինքը չի հիշում։ վատ հաճոյախոսություններ անում, ասում են դու ինչպես լինես իմ դեմքի, իմ շրթունքի, բշտիկը միշտ ինձ հետ ես։ Սխալ կոմպլիմենտերով գնացինք։ Այո։ Ես բացվեցի օրնոր։ Քոնը էսա։ Խաղերի մասնագետը Ռոբ։ Բայց իրոք չեմ հասկանում Ինչու ես վիրավորվում Ես քեզ էլ կանգովում եմ Չեմ անում, հա, Ես դու էլ կանում գնում Չէ իրոք չեմ հասկանում Թե ինչու ես վիրավորվում Ես քեզ էլ կանգովում եմ Անենք էլի բանը։ Ես դու էլ կանում գնում Լավն է, լեցի։ Երկ, որում քարանձավային մտածելակերպ ունեցող երիտասարդը գոհունակությամբ արտահայտվում է ամոթխած եւ բարդույթներ ունեցող աղջկա մասին։ Լավ տեղու փայես դու։ Մատ գնաց։ Այդ լավ սես չտացնում է, չէ՞ սենց։ Ողոսում ոչ մեկին ժամ չես ասում դու Իմ ուզածնես դու Մարշրուտքում տրուվից ու ճիշտ ապրելով Մի օր դու ինձ ես հասնելու Որովհետև Իրար է։ Լավ տեղու պայեսում Լավ տեղու պայեսում Լավ տեղու պայեսում Լավ տեղու պայեսում Բրավո Այո Ռոբերտ Մարտիրոսյան։ Երբ որ պատրաստում էինք այս հաղորդմանը, Սուրեն ասեց, ես բոլոր իրենց համարները անգիր գիտեմ։ Հիմա որպես հեռուստադիտող ինձ ասա, ըստ քեզ, ո՞րն էր իրենց գաղտնիքը։ Իմ կարծիքով, որովհետև այս հումորը ուղղակի էկրանային վիճակից շատ անցավ մեր կյանք։ Դառավ ունեին թեվավոր խոսքեր, որոնք մենք կյանքում ենք օգտագործում բակում, ընտանիքում, գործի մեջ, նույնիսկ շատ լուրջ սիտուացիաներում։ Ու դրա համար ինձ թվում է շատ հոգեհարազատ դառավ այս հումորը։ Երրեմ սրտից։ Սուրճ ասում են սերունդերը փչասը, տաղանդավոր երաժիշտներ, սիմպլ լավ մարդիկ։
Հիմա նայում եմ ու հետ եմ հիշում, որ միշտ համարների ժամանակ առաջինը դու ես ծիծաղում ընթացքում, հետո հավաքում, չէիր զսպում քեզ։ Առաջինը Բոնին է։ Առաջինը Բոնին է, լուրջ ինքը շատ ինքը իր ասացի վրա կրած ծիծաղի եւ այլն, բայց տեսեք, օրինակ էս մեր մեր շրջագայության ժամանակ էլ շատ ժամանակ նենց բաներ ա լինում, արդեն որ ընկնում ես հունի մեջ ու արդեն գիտես, ասենց մաթեմատիկորեն դուրս ես գալու արդեն լարվածություն չկա, դու անում ես այն ինչ որ կա, ու այդ ժամանակ տղերքը միշտ որոշում են իմպրովիզներ ու միշտ միկրոֆոնները բեմում անջատում են ու ինչ որ բաներ են խոսում, որը մարդիկ չեն լսում, բայց դու բեմում լսում ես։ Բայց դու չես անջատել քոնը։ Չէ, անջատում եմ։ Չէ, ես էլ եթե ինչ-որ բան հումոր եմ փորձում անել բեմում, որ մենակ տղաների համար է, որ իրանք զսպեն իրանց բեմում, անջատում ենք ու դուք ուղղակի դա առանձին մի հատ ֆիլմ է, որովհետև չեք պատկերացնի ինչա կատարվում բեմում, մարդիկ դա չեն իմանում բնականաբար, կամ ինչ-որ եղել է ինչ-որ մի հատ բան են խաղացել, որ պետքա արմուշը պետքա դուրս գամ, տեսնեմ, որ sense քթից արուն է գալիս, միշտ տենց են խաղացել 35 համերգ ու դուրս եմ գալիս, sense արմուշը sense թեքվում է ու արունը ոչ թե քթից է գալիս, sense ճակատին խաչ ու էտին 2500 հոգու դիմաց դու sense շատ անսպասելի բան է, էլի, դե որ անցի Ժիմանելից եմ, հատ չգիտեմ, էլի նես բաներ կա, որ Արմանի խոսքը կիսատ մնաց է, վիդեոներն էիր ասում։ Սպասում։ Արմանից ճիշտ ասա, չես հոգնել իրանցից։ Ինչ։ Չես հոգնել իրանցից, իրանց հումորներից, չէ։ Երիտասարդներից ամենակարևորը, չէ, դա ասեց էլ արդեն չի քննարկել։ Իսկ դες աննորմալ անսովոր իրավիճակներ, որ եղել են համարների ժամանակ, ինչ է կարել։ Կամ ինչ է եղել։ Գիտեք, համարների հականերես Արամը շարունակի այդ որ Պոնչը ասում է ջրի կանալու ժամանակ ամենա պրոֆեսիոնալ ու սաստողը, որ գժվել եք ինչ եք անում Արամն է։ Լուրջ ինքը անջատում է, չի անում անջատում։ Որ ասում եմ ամենալուրջը դու ես։ Խոսապողի իր անջատում ասում որ գժվել եք ինչ եք անում։ Չէ, մի պա ասեմ, մի պա ցինիզմի էր հասել։ Արամն է խոսում։ Որովհետեւ փակում է բոլորս, այն Wrecking Ball-ը որ կա, մի հատ պա ես հասկացա, որ իրար ծիծաղացնելը արդեն գերնպատակ էր դարձել բոլորի համար բեմի վրա։ Ու մի պահ կար, որ մարդկանց մոռացել էի։ Հա, այսինքն մի պահ կար, որ հասկանում ենք, որ արդեն մենք կորցնում ենք համարը եւ հանդիսատեսը, որովհետեւ մենք արդեն մոռացել ենք ինչի մասին է համարը եւ բեմի վրա իրար ենք ծիծաղացնում։ Նպատակը իրար ծիծաղացնում։ Նպատակը, այսինքն գերնպատակը դիմացին ծիծաղացնելը, ես հասկանում եմ, որ հումորը դրանից տուժում է, այսինքն ռեակցիան, որը ուներ այդ հումորը, այդ համարը, որ վստահ եմ, որ ստեղ պետքա ծիծաղան, ասես մի տեսակ sense անցնում, ու ես տեսնում եմ, որ բեմի վրա բոլորը իրար են ծիծաղում, ասում եմ, հավաքվեք մի հատ գշվել եք։ Հիմա շատ լավ բաներ ասում, պարոն Սարգսյանը, բայց ինքը չեք պատկասի ինչ։ Չէ, բայց ես անում եմ փոքրիկ տեղաչափերով, ինքը ճիշտ Փոքրիկ տեղաչափերով այն անսպասելի նենց բաներ կարա ասի ինքը, դուք պատկերացնի, Արամը միշտ տենց ես այդ տենց է, բայց ամենաշատ ցեցը։ Ախպեր թողեք Արմանը ավարտ։ Հետ եղել է որ վիճեք։ Մենք հանգստացի դու։ Իրականում հաջողության գրավական էս խմբի հենց այդ է, որ ոչ ոքի ոչ սիրում է, ոչ ընկերը միշտ վիճում են։ Բայց անհնար է չլինի վեճ, որովհետև հումորը շատ սուբյեկտիվ բան է։ Ու երբեմն ինչ որ մեկի այդ զգայականը, որ չէ, սա ծիծաղալու է, սա լավն է, իր մոտ այնքան sense հասուն ու պինդ է, որ մնացածի մոտ այդքանը չի աճել ու պետք է ինքը ապացուցի ու դրա համար կարա վեճ լինի։ Իսկ դու գիտես որ ունես չափ, որի մեջ պետքա տեղավորվես ու սխալ միտքը ու վատ միտքը չծաղալու միտքը կարող խլի հաղորդումից ու այդ շատ վեճեր առաջացնում ու մեկ էլ աշխատավարձ։ Հիմա ինձ ասեք, հումորով ծնվում են թե դառնում են։ Ծնվում են։ Գագացը չէ։ Ինձ թվում է դառնում են։ Իսկ ինձ թվում է բանի նման է, դա ցանկացած ոլորտին այդ հարցը կարելի է ուղղել, սպորտսմեն կլինի, չգիտեմ, երաժիշտ կլինի, ինքը համենա համեն։ Աշխատասիրությունը շատ կապ ունի։ Այո, օրինակ ես դառել եմ, ես չեմ ծնվել, որովհետև մինչև 18 տարեկան իմ մտքով անգամ չեր անցնի, որ ես կարողա լինեմ այս ամենի մեջ, բայց օրինակ Գարիկը այս համոզածում դες ծնվել է, որովհետև ես Գարիկին որ նոր էի ճանաչում 15-16 տարեկան էր, ինքը արդեն մեզ ծիծաղացնում էր։ Շատ էր ծիծաղացնում։ Ու մնացածին տես չգիտեմ, բայց ինձ թվում է Ռոբն էլ է դառել։
Ես դարձել, հա, ես իրոք սենց ասեմ, ինձ ես ամաչում էի, վերջի զանգի բեմ ամաչել եմ մեր։ Լուրջ ես ասում։ Երթվում եմ, վերջի զանգի բեմ ես փայտերով սենց ամոթով ծնողներս մաման ասում էր ամորս խաթեր եմ դուրս եկել վերջի զանգի։ Ես օրինակ հումոր եղել է փոքրուց իմ մեջ, բայց մի պահ կա որ արդեն ես մտածում եի թարգելու ու ինձ մոտիվացրել են իմ սենսեյ Ռոբը եւ Չարենցը, երբ որ ես մտել եմ 32 ատամ։ Ես հիշում եմ 14 տարեկան, 14-15 տարեկան անկեղծ Վահեին, փոքրիկ Վահեին մայրիկի ձեռքը բռնած եկել է։ Հա, ես մայրիկը բերեց հանձնեց, այսպես ասեց, զավակս։ Իսկ Ռոբը այդ ժամանակ սպիտակ սենց ուրեմն մանջայով, երկար այսպես մազերով, օթի մեջ նստած, այսպես օթի մեջ էս մի փոքր։ Բայց իրոք իրանք սենսեյներն են եղել, որովհետև ես հիշում եմ, երբ որ ես 15 տարեկան երեխա ինչ որ հումոր էի գրել կամ պիտի անեի կաստինգի ժամանակ, Չարենցը գալիս էր ինձ ասում էր ոնց ասես, ոնց էսի, սենց ասես, ոնց մատուցես, ոնց շարժում։ Ստեղ բութը հաստատ ստորակ է դերբական դա։ Ասեցի տեքստի տնօրենը կլորոյով է գրվում։ Հենց որ աշխատասիրությունը իրոք կապ ունի, եթե ձեր Ոնց Ռոնալդուն եւ Մեսին, էլի։ Մենակ հումոր ունենալը քիչ է, պիտի նաև լինես աշխատասեր, որ այդ հումորը ցույց Որ ինչ-որ միտեղ աշխատես զուգահեռ, որովհետեւ հումորով չես կարող։ Արմուշ էսը շատ լուր է։ Դե մեծավարի լուր եմ, էլ երեխեք խոսում են։ Մեզ բերել այգի նստև այլում։ Իրականում անկեղծ բան պետք է ասեմ, երբ որ զանգեցի բոլորին, ինչ որ ձևով ստացվեց, որ հենց այսօրը հավաքվեք։ Ռոբը պատմեմ ոնց եղավ։ Պատմի իհարկե։ Ռոբը ասեց ես ոչ մեկին չեմ զանգելու, ասեցի շատ լավ։ Ես ցանկ ունեի, սկսեցի հերթով զանգել եւ ընթացքում օրեր են փոխվում, որովհետեւ սկզբում ձեզ հետ էի խոսում, զանգեցի Ռոբին ցենց հայց լավ, որ շատ չտանջվես, Չարենցին ես կզանգեմ։ Այսինքն դու իմ բոնուսն էիր այդ իմաստով։ Բայց հետո ինչ տեղի ունեցավ, բնականաբար Արմուշը սկզբում ասեց, որ ինքը գալու է, հետո նկարահանումից մի քանի օր առաջ մեկ էլ ասեց, որ գիտես, ես այդ օրը նկարահանում ունեմ։ Ստեղծվեց նկարահանում։ Բայց մենք չէինք պատկերացնում, թե ոնց պիտի անցկացնենք այդ նկարահանումը առանց քեզ։ Վայ, շնորհակալ։ Եվ քո ներկայությունը մի ձևով հստակ պատկերացնում էինք այս տաղավարում։ Իհարկե հետո նկարահանման նախորդ օրը 3 դու ինձ ասեցիր, որ ես այնպիսի էներգիա ունեմ, որ կարողացա անել այնպես։ Օկեյ, ունես, մեր նկարահանումը cancel եղավ, գալիս եմ։ Ոյ, լուր։ Այս սափարությունները ինձ, բայց մենք քեզ ունենք նվեր։ Ուրա։ Բայմանանք մենք էլ կասենք չենք կարա գանք։ Այսինքն կոտեղը սա նա պետք է լիներ կամ սա։ Դու իմ կողքը պիտի սենց լինեիր, բայց այս մեկը արդեն կտանես ինքդ քեզ հետ։ Բայց չի խոսում, չէ։ Չէ իմ բոյնը։ Շնորհակալ, այստեղ դնեմ, որ չխանգարեմ ես կամերայի դեմը։ Սուպերմարկետում Կամերա է Արմուշ։ Բայց մեզի տանեմ կամերան հետ զերու տարավ դրես կամերայի դեմ։ Այս է իմ հետևը։ Արմուշ լավ։ Ես չգիտեմ ոնց է ստանելու, բայց Մեքենաս մեծ է։ ինչ լավ։ Համել մեքենան է մեծ, ինքը մեծ է տարիք։ Ու վերջում պիտի փորձեմ մի հատ լուրջ հարց տալ։ Ի վերջո ձեր ընկերության գաղտնիքը ո՞րն է։ Այս շատ կալբարտիկ են։ Ես բոնին իստում պիտի չպատասխանենք, դուք պիտի ասեք տղեկ ձեր ընկերության գաղտնիքը։ Ես սկսեմ ասել, ինձ թվում է մեր բախտը այնքանով է բերել, որ թեկուս այն ամենասկզբի, այն անվախ ռիսկային տարիքում բոլորս շատ կարևոր կետերում իր այդ համակարծիք ենք եղել կյանքի, շրջապատի, մտածելակերպի տարբեր բաներին նայելու հայացքների ու դա համախմբել է մեզ, որի շնորհիվ ստեղծել ենք այն ինչ որ կա, այսինքն մեր ընդհանուր գաղափարախոսությունը մեզանից անկախ մեր ընտանեկան դաստիարակությունը մեզ տվել այն հնարավորությունը, որ մենք միանգամից ոնց որ այդպես մագնիտների պես այդպես պլյուս մինուս կպնենք իրար։ Գարիկ Ես համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ։ Սրա է։ Այս պատերազմը։ Միշտ։ Բայց մենք այնքան բախտավոր ենք եղել, որ մեր կարիերայի, մեր մասնագիտական
ճանապարհը իրար հետ ենք սկսել մենք այդ առումով ճակերտավոր երես առած ենք շատ որովհետև մենք այնքան ուժեղ ենք եղել իրար լրացնելու առումով թույլ կողմ չենք ունեցել այնքան ամեն կողմից պինդ ենք եղել որ ամեն մեկս առանձին հետո մեր կարիերան ձևավորելուց հասկացել ենք որ մենակով միևնույնա չենք կարողանում այն ինչ որ անում ենք բոլորս միասին դրա համար միշտ այդ հետ գալը շատ ավելի ուժեղացրել է ու դա էլ ինձ թվում է մեզ իրար հետ ձգելու նաև գաղտնիքն է Արմուշ, ասա մեծի խոսքը։ Այս կյանքում ոչ մի բան պատահական չի լինում։ Ուրեմն պետք է Աստված այնպես աներ, որ մենք բոլորս իրար հետ հանդիպեինք, իրար հետ լինենք ընտանիք, ստեղծագործենք, իրար հետ ինչ որ մի գործ անենք, որը մնայուն էր լինելու ու բացի աշխատանքից մենք ընտանիքներով էր մեր կանայք էլ իրանց հերթին մեծ ընտանիք են իրենց ներկայացնում մեր երեխաները Աստծո մատխարն է դրա համար ոչ մի բան այս կյանքում պատահական չի լինում դրա համար մենք բոլորս իրար հետ ենք միջև նա Կարենց Ես շատ ավելի համակարծիք կլինեմ իհարկե Արամի հետ մենք այնքան լավ ու վատ օրեր ենք միասին անցել որ ես չգիտեմ էլի իսկապես ես էլ չեմ պատկերացնում որ վաղը իմ կյանքում կհայտնվի տենց ինչ-որ խումբ կամ ինչ-որ մեկը ում հետ ես կարող եմ սենց ճանապարհ անցնել էլի եւ հետո բոլորը իրենց թերություններով հանդերձ շատ դժվար միգուցե ինչ որտեղ ոչ այդքան դժվար մենք ինձ թվում է կարողացանք ի վերջո ընդունել միմյանց այնց ոնց որ մենք կանք մենք շատ ենք դաշվել միմյանցով լիքը սխալներ ենք արել սկսած ինձնից ես միգուցե ամենաշատ սխալված մարդը լինեմ բայց Բայց այդ շանսը, որ քեզ միակ շրջապատն է, то есть որ դու գիտես, որ քեզ ստեղ հաստատ շանս կտան, էլի, եթե դուրսը քեզ կարող է դրա համար չներեն, ստեղ գիտես, որ քեզ հաստատ կներեն։ Խնդիրեք ունեցել։ Ես քանի որ տարիքով ամենափոքրն եմ եղել, իմ համար իրանք եղել են ավակ ընկերներ։ Գիտարմիացում ասեցին։ Իմ համար եղել իրանք ավակ ընկերներ ու ես ոնց որ ընկերություն անել, ես 15 տարեկանից որ իրանց հետ եմ եղել, սովորել եմ նաև իրանցից։ Ու իրանք շատ օրինակելի լավ ընկերներ են, որպես ավակ ընկեր եմ ասում, իրանք իմ համար որպես ավակ ընկեր, այսինքն ու մենք արդեն երիտասարդ խմբով եղել ենք ուրիշ ընկերություն, իրանք էլ ուրիշ, բայց իմ համար ու միշտ այսպես աջակցել են երիտասարդներին, ավակ ընկերը չի թողել խոսա մինչև վերջ եւ բոցվել են մեր վրա։ Բայց քանի որ մեկը ընկերներ են, այդ բոցերը մենք ընդունել ենք շատ ստիպված։ Գիշերը բարձի մեջ լացելով։ Դե ասա։ Կլուբում։ Արման ջան, հիմա հիմա։ Երբ որ այդ վիդեոները արդեն Չես թվում է մի հատ շատ կարևոր բան կա, որ բոլորս իրարից շատ ենք տարբերվում, իրականում բոլորը անհատականություններ են ու շատ տարբեր մարդիկ ենք, ու մեր բախտը բերել է, որ մենք բոլորս շատ ենք սիրում նույն բանը անել, այսինքն հումոր անել, ու դա ստացվում է մեր մոտ, ու այդ շատ ոնց որ առաջին հիմքը դա լինի, որի շուրջ արդեն ստեղծվում է մնացած արդեն ընկերություն, ընտանիք, մնացած հասկացողությունները, այդ տարբերության մեջ միահամուռ սիրել այդ հումորը շատ կարևոր ֆակտոր է եղել ինձ թվում է։ Իրականում շատ շնորհակալ եմ ես տղերքին, որ տեսել եմ իրենց ընկերությունը ու հասկացել եմ, որ տենց չի լինում։ Ընկերությունը պետք է ուրիշ ձև անել։ Չէ, իրականում սուտ կլինի ասել, որ այն սկզբի ժամանակները մենք ընկերներ ենք եղել, բայց ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ այս ճանապարհը այս կետից սկսած, այս մեր վերջին նոր ռեստարտից սկսած ես այս կազմում եմ ու գնում եմ նրանց հետ այս ճանապարհը ու նոր ընկերություն է սկսվում ու տարիքային մի հատ տարբերություն կա, որ դու 18 տարեկան ես, իրանք 30-անց են, դա մի հատ ուրիշ դիապազան է, երբ որ դու 33 ես, իրանք 60 շատ Արագ մեծացել։ Այդ ժամանակ արդեն դուք ինչ-որ սենց մի հավասար շատ են մեծացել։ Կտամ կպարկես։ Շնորհակալ եմ ձեզ տղերք, որ մենք հիմա ընկերություն ենք անում։ Ասա։ Ես ասեմ, իրոք վերաձևակերպեմ հանդիպան սկզբում ասածս միտքը
ու կարող ենք ինչ-որ հասարակ լինի, բայց միակ պատճառը այդ անկերության sense տարիներով շարունակվելու շարունակի, որ չկա նախանձ, չկա մեկին նախանձել, չկա մեկի գումարը հաշվել, sense մանր բաներ եմ ասում, մեկին ասել ինքը ինչի է էս անում, ես չէ, դա ամենաամուր հիմքն է, այս ամեն ինչի որ կա, ուրիշ ոչինչ չկա, մնացածը արդեն ինքը կողքից օգնող եւ չխանգարող հանգամանքներ են։ Բրավո։ Շնորհակալ եմ ձեզ, որ այսօր այստեղ էիք, որ կարողացան գտնել այդ մեկ օրը, որ հավաքվեցինք բոլորս, ու շնորհակալ եմ նաև ձեր ընկերության համար, մեր ընկերության համար։ Շնորհակալ եմ։ Նախագծերը ստեղծվում եւ ավարտվում են, բայց հիշվող հումորն ու լեգենդար դարձած կերպարները մնում են ընդմիշտ։ Գուցե դա է գաղտնիքը, որ մարդիկ մինչև օրս շատ սիրում են այս նախագիծը ու լիաթոք ծիծաղում։ Կա եւս մեկ գաղտնիք՝ ընկերությունը, որի հիմքում հումորն է։ Շնորհակալ եմ, կհանդիպենք առաջինում։ And I'm tired of this darkness, so you need shine. Find me now, shine. Got me now, shine. Let me know, shine.